Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո հատկապես Հայաստանի արդեն սելջուկյան նվաճման ժամանակ 1070-ական թվականներին այս բերդը հայերի ձեռքից անցնում է տվյալ դեպքում սելջուկյան իշխանություններին եւ նրանք կարողանում են այստեղ նույնիսկ իրենց կայազոր տեղակայել եւ փաստորեն Հայաստանի սրտում հայտնվում է սելջուկ-թյուրքական կայազոր, որը մոտ էր գտնվում, ստացվում է մեր պատմական մայրաքաղաքներին, Դվինին, Անիին եւ մեկ այլ կարևոր բերդ կար մոտակայքում, Բջնիի բերդի մասին է խոսքը, որը պետք է նույնպես Զաքարյանների ժամանակ առաջնային ուշադրության արժանանա։ Հետագայում արդեն տեսնում ենք, երբ որ Զաքարյան իշխանական ընտանիքը ձեռք է բերում մեծ ազդեցություն հարևան Վրաստանում, նրանք մեծ ջանքեր են գործադրում, որ կարողանան 12-րդ դարի ընթացքում իրենց տիրույթների համակարգը ձևավորել, դա սկզբից արվում է հենց Վիրքի տարածքում, այնուհետև նրանք ծավալվում են դեպի Լոռու տարածք եւ ահա արդեն 12-րդ դարի վերջին պետք է սկսվի նրանց գլխավորությամբ Հայաստանի ազատագրման վճռական գործընթացը։ Այստեղ առաջին կարևորագույն կետը հենց Ամբերդն է եղել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։